որ չափից շատ են այդ իրերը կուտակվել։ Օրինակ, այսպիսի խաբկանք կա, որ թվում է, երբ ես հարստանամ եւ ձեռք բերեմ 2 սենյականոցի փոխարեն 3 սենյակ, 3 սենյականոցի փոխարեն 4 սենյակ, 4 սենյականոցի փոխարեն 2 հարկանի, այդ ժամանակ ես կունենամ այնքան պահեստավորման համակարգեր, այնքան պահարաններ, այնքան դարակներ, այնքան գեղեցիկ կոնտեյներներ, որ ամեն բան կունենա իր տեղը։ Ոչ, սիրելիներս, դա այդպես չի աշխատում, այդքան մեծ տունը, այդքան շատ սենյակներ, հետո դուք հոգնելու եք, որ ինչու ես ունեմ այսքան շատ մաքրություն է պետք անել, դասավորում է պետք անել, պետք է հիշել, որտեղ ինչն է տեղավորվում։ Մեր տունը այսպես է, եթե դուք արդեն իսկ ունեք որոշակի պահարաններ եւ իհարկե լինում է, որ մտնում ես տուն եւ ունի ընդամենը 1 պահարան, բայց ունի տան 5-6 անդամ, իհարկե այդպիսի ծայրահեղության մասին չի խոսքը։ Այլ խոսքը գնում է, երբ որ դուք արդեն իսկ ունեք որոշակի պահարաններ, 2-3 պահարան, 1-2 կոմոդ ունեք տան մեջ, հավատացեք միջին ընտանիքին, 4-5 հոգանոց ընտանիքը կարող է այդ իրերը հանգիստ տեղավորել այդ պահարաններում։ Այնպես որ միակ լուծումը հիշեք, որ պետք է վճռականորեն ազատվեք բոլոր ավելորդ իրերից, հետո նոր կանցնեք կոնտեյնավորմանը եւ նույնիսկ առանց կոնտեյներների էլ դարակները շնչելու են, դուք ձեզ թեթև եք զգալու։ Ես ինքս մինչ այսօր հենց կատարում եմ 10 րոպեանոց, շատ թեթևություն եմ զգում եւ աննկարագրելի է այդ զգացումը, դրա համար ցանկանում եմ կիսվել նաեւ ձեզ հետ։ Հիմա այս հարցում ինչն է հետաքրքիր, որ չեմ կարողանում հեշտ ազատվել։ Այսինքն ունեք 3 երեխա, ես էլ ունեմ 3 երեխա, հասկանում եմ, ճիշտ է փոքրերս են նույն տղաներ են եւ ես էլ որոշակի բաներ կար, որ պահել եմ միջնեկից հետո, որովհետեւ հստակ իմացել եմ, որ 2 տարուց պլանավորելու եմ 3-րդ երեխային։ Եթե դուք չգիտեք, նայեցեք, պլանավորելու եք, թե չեք պլանավորելու, չգիտեք, հղի կլինեք, թե ոչ, անիմաստ է այդ հագուստը պահել, կարող եք պահել մեկ ամենասիրելի շորը, որ սիրել եք հղիության ժամանակ։ Հա մի քանի տարի պահեք եւ հետո արդեն կհասկանաք, ազատվեք թե ոչ, որովհետեւ նույնը վերաբերում է մյուս շորերի, մյուս հագուստներին, կարող եք պահել միայն ամենալավը, դա այն պարագայում, եթե կունենաք մեկ մեծ կոնտեյներ հագուստի, որը որ կպահպանի ձեզ եւ կարող եք դնել իրան ամենավերևի դարակում, կամ եթե չեք նեղվի, դնեք մահճակալի տակ, եթե ուրիշ պահեստավորման տեղ չկա, բայց առաջարկում եմ ընդհանրապես մեր հատակները պահել մաքուր եւ հատակների մակերեսին չտեղավորել որևէ ավելորդ իրեր, որովհետեւ հատակները սիրում են լինել դատարկ։ Այնպես որ ամենավերևի պահարանում ինչ որ կտեղավորեք իր համապատասխան կոնտեյներով, համապատասխան տոպրակների մեջ